Ռադիացիան չունի ոչ համ, ոչ հոտ, ոչ գույն։ Թափոններ լինելու են։ Սրանք չեն չեզոքանում, իրենք լինելու են հավերժ մեր հետ։ Գերեզմանոցում վերջնական տեղադրելն է ու դրա մասին մոռանալը։ Հայաստանում չունենք թափոնների գերեզմանոց, չունենք նաև երկարատև պահման պահեստարան։ Իմ կարծիքով այսօր հրատապ է այդ հարցը։ Նուբարաշենում ենք։ Այնտեղ, որտեղ մի ժամանակ մարդկանց համար խիստ վտանգավոր ռադիոակտիվ թափոններ են պահել։ Ճառագայթումն ամենուր է։ Բնության մեջ, քարերում, հողի շերտերում, նույնիսկ մարդու մարմնում։ Ձեռքիս գործիքը դոզիմետրը չափում է այն, ինչը ոչ տեսնել կարող եմ, ոչ լսել, ոչ էլ շոշափել։ Ճառագայթման ցուցանիշն այստեղ ցածր է, այսինքն վտանգ չկա։ Մենք սովորել ենք ատոմից էներգիա ստանալ, քաղցկեղ է բուժել ճառագայթումով, բայց դրա դիմաց մեզ մնում է վտանգավոր մի ժառանգություն, ռադիոակտիվ թափոն, որի հետ դեռ չգիտենք ինչ անել։ Այս նյութում կպատմենք, թե որտեղ ու ինչի համար են օգտագործում ռադիոակտիվ նյութերը։ Ինչու են ճառագայթող թափոնները վտանգավոր։ Ինչ անել դրանց հետ ու ինչու մեր երկիրը չունի ռադիոակտիվ թափոնների կառավարման գործող ռազմավարություն։ Մեծամորի ատոմակայանում ճեղքում են ուրանի ատոմը, հսկայական ջերմություն ստանում, որը հետո դառնում է էլեկտրաէներգիա, հասնում է մեր տներ, լուսավորում քաղաքներ, աշխատեցնում սարքեր ու տեխնիկա։ Ռադիոակտիվ նյութերով բուժում են օրինակ չարորակ քաղցկեղ։ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ճառագայթող այս նյութերը օգտագործում են նաեւ գյուղատնտեսության, արդյունաբերության ու գիտության մեջ։ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում տեղադրվել էր 40 հատ շատ մեծ ակտիվության կոբալտ 60 ռադիոակտիվ աղբյուրներ, որոնք օգտագործվել են շուրջ 50 տարի, կարելի ասել, տարբեր հետազոտությունների համար։ Շահագործումից հանված ռադիոակտիվ նյութերը շարունակում են ճառագայթել։ Դրանք ռադիոակտիվ թափոններ են, որոնք վտանգավոր են մարդկանց համար եւ կարող են քաղցկեղ, գենետիկ խանգարումներ առաջացնել, բարձր դոզայի դեպքում մահվան պատճառ դառնալ։ Այդ թափոնները պետք է մեկուսացնել ու անվտանգ պահել։ Ռադիոակտիվ թափոնները բաժանվում են երկու խմբի։ Առաջինում միջուկային գործունեությունից առաջացածներն են։ Մեր դեպքում մեծամորի ատոմակայանից։ Դրանք միշտ պահվել են ատոմակայանի տարածքում։ Երկրորդ խմբում ինստիտուցիոնալ ռադիոակտիվ թափոններն են, որոնք առաջանում են բժշկության, գիտության, արդյունաբերության բնագավառներում։ Այս թափոնները մինչև 1980 թվականը պահվել են Նուբարաշենի տարածքում։ Պատեր է մնացել, բայց ունել լուկեր ա եղել, հաստ ներժավի լուկ ա եղել, որ մեջը բերել այդ ռադիոակտիվ նյութերը լցրել։ 1950-ականներին Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ Նուբարաշենի տարածքում կառուցվել է ռադիոակտիվ թափոնների թաղման պահեստարան, գերեզմանոց։ Դրա գտնվելու վայրը, շինությունների քանակը, թափոնների ծավալը եւ շատ այլ տվյալներ նշված չեն հրապարակված փաստաթղթերում։ Բետոնը փոշիացել է։ Գուրգեն Գալստյանը Նուբարաշենում է ծնվել։ Պահեստարան գերեզմանոցի փլատակներն է մեզ ցույց տալիս։ Հիմա սրա տակերը ինչ պատմություն կա, ոչ ոք չգիտի։ Թղթի մեշոկներ էր, սև, զիլհին ավտոներից, ու վարորդ ու բանը ասում էին, այս գրուզի շատ թանկանոց գրուզ է, վերում թափում են ստեղ։ Իսկ այդ որ թվականներին է եղել։ Ես ծնվել եմ 60 թվին ես եղել է, 71 թվին բան եկել եմ ստեղ, որովհետև ընկերս դասընկերս է, իրա հայրն է ստեղ աշխատում, են էլ երևի ասում էին փող են տալ ինքը վեկալում բաներ անում, հետև շուտ մահացավ։ Ըստ պաշտոնական հիմնավորման այս տարածքը սողանքային էր ու վտանգ կար, որ գերեզմանոցը կփլուզվի։ Թափոնները պետք էր տեղափոխել։ Ատոմակայանի գլխավոր մասնաշենքից 1.5 կիլոմետր արևմուտք կառուցվեց նոր գերեզմանոց։
Որոշում կայացվեց այդ ռադիոակտիվ թափոնները հատուկ կոնտեյներներով, մետաղական տարաներով բետոնացված փոխադրել նոր պահեստարանը։ Մենք արխիվից ունենք նման նկար, որպեսզի տեսնենք, թե ինչ է կատարվել եւ ոնց։ Դրանից հետո Նուբարաշենի դատարկ պահեստարանները անտեր մնացին։ Գուրգեն Գալստյանն ասում է, ժամանակներն այնպիսին էին, որով ինչ հասցնում, տանում էր։ Ժողովուրդը արդեն որ իմացան գունավոր մետաղագին ունի, ասենք, ալյումին, պղինջ, լատուն, ներժավկեն, մարդիկ էլ կյանքի գնով քանդում տանում են։ Ինչ մետաղ ռազգար տանում են։ Ասում են, սենց հաս ներժավի բակեր ա եղել, որ մեջը լցել են, փագել են, դեռ տարել է, ոչ ման չկա այստեղ։ Դե խողովակներ ա եղել, ամեն ինչ եղել է, այլ ոնց որ դե որ այս պատերով սարքել են, ասենք, որ թվերին ամուր։ Նայում եք, ցեմենտ կա մեջ, էլի, ուրեմն նպատակ էլ է չեղել, սրա մեջ լուկեր ա եղել, փոսեր ա եղել։ Հավանական է, որ մետաղների հետ նաև ռադիոակտիվ թափոններ են հայտնվել մարդկանց ձեռքում ու բնության մեջ։ Այդ կորած եւ վտանգավոր թափոնները որոնում, գտնում ու վնասազերծում է միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը։ Ռադիոակտիվ աղբյուրները սովորաբար ունենում են ծանր մետաղական պաշտպանիչ կոնտեյներ, որը կարող է հրապուրիչ լինի մետաղի ջարդոններ հավաքողների համար եւ չիմանան դա ինչ է, տանեն ինչ-որ մի գործարանից վերցնեն։ Օրինակ շատ դեպքեր են ունեցել խորհրդային միության փլուզումից հետո տեխնոլոգիական process-ների մեջ օգտագործվող ռադիոակտիվ աղբյուրների կորուստ եւ դրանք հայտնաբերում սահմաններում, մետաղի ջարդոնների հավաքման կետերում։ Մոտ 1000 միավոր ռադիոակտիվ թափոն արդեն վնասազերծել են, բայց կենտրոնի տվյալով դեռ կան կորած վտանգավոր թափոններ։ Գուցե դրանք Նուբարաշենի աղբանոցում են հայտնվել, կամ մետաղի ջարդոնի կետերում, կամ նույնիսկ օգտագործվել են շինարարության մեջ։ Ոչ ոք չգիտի։ Ինչքան կհայտնաբերվի, դա էլ է հարց։ Կան, որ գիտենք ու դեռ պետք է հայտնաբերենք։ Ռադիոակտիվ նյութերը ճառագայթում են միշտ։ Թափոն դառնալուց հետո էլ դրանք մնում են ակտիվ ու վտանգավոր։ Լուծումը մեկն է՝ անվտանգ մեկուսացում։ Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի օրինակով տեսնենք, թե դա ինչպես է արվում։ Դե մենք ճառագայթի առաջի սենյակում իր մետաղական կոնստրուկցիաները դեմոնտաժ են արվել։ Ռադիոակտիվ աղբյուրները ոչ աշխատանքային ռեժիմում գտնվում են գետնի տակ մոտ 2 մետր խորության վրա։ 1970-ականներին Աշտարակի ինստիտուտում 40 միավոր ռադիոակտիվ նյութեր էին տեղադրել։ Այ հենց այս չափի է եղել այդ աշտարակի աղբյուրի արտաքին կապսուլան։ Իսկ ռադիոակտիվ աղբյուրը դրա մեջ է եղել եւ ինչ-որ մի մասում։ Դրանք բերվել էին Ռուսաստանից գիտափորձերի համար։ Օգտագործման ժամկետը 15-20 տարի էր, հետո պիտի վերադարձվեին։ Սակայն այդ ընթացքում Խորհրդային Միությունը փլուզվեց եւ ինստիտուտը շարունակեց օգտագործել այդ նյութերը։ 40 տարվա ընթացքում, այսպես ասած, աղբյուրներն արդեն կորոզիայի ենթարկված էին եւ մեծ վտանգ կար կապսուլաների վնասման։ 2020 թվականին կենտրոնը սկսեց թափոնների տեղափոխման համար ֆինանսավորում փնտրել։ Հատուկ տարա կոնտեյներ նախագծել։ Ռադիոակտիվ աղբյուրը ինքը չժանգոտվող մետաղական կարկասի մեջ է, բայց գլխիկը հատուկ արված է երկաթից, որպեսզի մագնիսով կարելի լինել բռնել։ Այս կոնտեյները բերվել է Հունգարիայից։ Թափոնները նրա մեջ պահվելու են 250 տարի, որից հետո պարունակությունը դառնալու է սովորական կենցաղային թափոն։ Աշտարակից այն տեղափոխել են Մեծամորի ինստիտուցիոնալ թափոնների պահեստարան, այն նույն տեղը, ուր տեղափոխել են Նուբարաշենի թափոնները։ Հիմնականում օգտագործվում է առաջին անգարը, ռադիոակտիվ թափոնների մոտ 90%-ը առաջի պահեստարանում է եւ օգտագործվում է որոշակի ծավալով երրորդ պահեստարանը, երկրորդում որևիցե թափոն դեռևս չկա։ Այդ պահեստարանները կառուցված էին որպես գերեզմանոց։ Շինություններն այսօր ոչ թե գերեզմանոց են, այլ ժամանակավոր պահման պահեստարաններ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մեզ ցույց չտվեց մուտք գործել պահեստարաններ։ Ուստի պահեստարանների պարունակությունը տեսնենք լուսանկարներով։ Ռադիոակտիվ թափոնները ունեն յաչեյկաներ, հորեր, պանելային ծածկեր են։ Պանելներից ինչ-որ մեկը բացվում է, թափոնները դրվում են փոսի մեջ, հետո պանելը ծածկվում է։ Տակառների մեջ բետոնացված կան
այսպես խառը անհասկանալի վիճակով կան։ Սրանք արդյունաբերական ռադիոակտիվ աղբյուրներ են, որոնք պիտանի չեն այլևս օգտագործման։ Երբ ռադիոակտիվ նյութը թափոն է դառնում ու այլևս շահույթ չի բերում օգտագործողին, դրա հետագա կառավարումը դառնում է պետության հոգսը։ Պահպանման ու անվտանգության համար վճարում են հարկատուները։ Այստեղ անելիքը շատ է, փողը քիչ։ Այս թեման ուսումնասիրելիս պաշտոնական փաստաթղթերում հաճախ էինք կարդում. անբավարար ֆինանսական միջոցներ, սահմանափակ հատկացումներ պետբյուջեից։ Իսկ ռադիոակտիվ թափոնների կառավարման ծախսը ինչու է կրում պետությունը, ոչ թե այն ընկերությունը, որը օգտագործել է նյութը, շահույթ է ստացել ու ռադիոակտիվ թափոն է առաջացրել։ Փողի պակասի պատճառով ռադիոակտիվ թափոնները հաճախ թույլատրելիից երկար են մնում շրջակա միջավայրում։ Օրինակ, Աշտարակի ինստիտուտի թափոնները Պահեստարան տեղափոխվեցին նախատեսվածից 30 տարի ուշ, եւ այն էլ միայն այն ժամանակ, երբ միջազգային կառույցները ֆինանսավորեցին։ Պահեստարաններ տեղափոխելուց հետո դրանք պետք է վերամշակել, ինչը հավելյալ ծախս է։ Սրանք կոնտեյներներ են, որոնց մեջ կան ռադիոակտիվ աղբյուրներ։ Ռադիոակտիվ աղբյուրները դուրս են բերվելու, հավաքվելու են ինչ-որ մեկ այլ տարայի մեջ, որոնք լինեն չժանգոտվող եւ կայուն կլիմայական պայմաններին եւ նոր այդ տեսքով իրանք հնարավոր կլինի պահել ինչ-որ մի պահեստարանում, որը կրկին կունենա հատուկ ինժեներական լուծումներ, բարիերներ, որպեսզի 300 տարի, 400 տարի, 1000 տարի իրանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք դեպի շրջակա միջավայր չլինի։ Սրանք չեն չեզոքանում, իրենք լինելու են հավերժ մեր հետ։ Քանի որ Հայաստանում ռադիոակտիվ թափոնների թաղման կետ չկա, դրանք պահեստարաններում անժամկետ են պահվում։ Պետությունը հսկայական ծախս պետք է անի ժամանակավորից երկարաժամկետ պահմանն անցնելու համար։ Բայց ոչ այդ նպատակն է ձևակերպված, ոչ էլ գումար կա դրա համար։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 2010 թվականին Արարատի մարզում սկսեց ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի տարածք փնտրել։ Տիրանաշեն համայնքից մի փոքր վերև դեպի Սովետաշեն բնակավայրի դիմացի տարածքներ ռելիեֆ տեղանքն այնպիսներ, որ հնարավորություն էր տալիս որոշակի խորության վրա ձորի բերանից անցնել թունելներ եւ թունելների մեջ առանձին խոցեր կառուցել, այդ խոցերում տեղադրել այդ ռադիոակտիվ թափոնները։ Աշխատանքները ղեկավարում էր Մարատ Գրիգորյանը։ Պատմում է, որ գերեզմանոցի տեղանքն ընտրել էին, սկսել էին երկրաբանական ուսումնասիրությունները, բայց ստիպված էին կիսատ թողնել։ Հորատանցքի մեքաններ դրված են հորատում են։ Մարդիկ գալիս են, սպառնում են, թողեք գնացեք այստեղից։ Մենք բողոքարկեցին կառույցը մի քանի անգամ, դիմեցին կորխանգարում են, թույլ չեն տալիս օգնել աշխատանքները շարունակելու, կառավարությունը ոչինչ չարեց եւ ֆինանսավորումը վերադարձվեց իրենց, դադարեցվեց եւ աշխատանքները շարունակվեցին։ Դա գերեզմանոց կառուցելու վերջին փորձն էր Հայաստանում։ Հիմա ռադիոակտիվ թափոնները պահեստավորվում են առանց երկարաժամկետ պլանի։ Մենք ունենք ռադիոակտիվ թափոններ, դա փաստ է, չեն կարող չմնալ, լինելու են։ Ինչպես պահպանենք։ Ճանապարհը գտել են գերեզմանոցներ պատրաստել անվտանգ, որը հնարավորություն չունի այդ ռադիոակտիվ նյութերը դուրս գալ դեպի երկրի մակերես եւ անվտանգ պահպանել հսկողության տակ։ Դա պետք է արվեր։ Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքի համար թույլտվություն է պետք։ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն է տրամադրում լիցենզիան։ Հայկական ատոմակայանը իր շահագործման թույլտվության լիցենզիայի մեջ ներառված է նաև միջուկային վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման կոմպոնենտ է։ Ռադիոակտիվ թափոնների ամենամեծ ծավալը տալիս է Մեծամորի ատոմակայանը։ Այստեղ առաջանում են տարբեր ակտիվության պինդ եւ հեղուկ թափոններ։ Հեղուկ ռադիոակտիվ թափոնը պահելու համար ոչ մի ձևի հարմար չի։ Դրա համար ասենք այդ ռադիոակտիվ թափոնը վերամշակում են, գոլորշիացնում են, մեջի ամբողջ հեղուկը դուրս է գալիս, ինքը դառնում է պինդ աղային լուծույթ, որը բավականին հեշտ է ինչ-որ տարայի մեջ տեղավորել, ու հետո տանել ինչ-որ միտեղ դնել պահել։ Ի տարբերություն հեղուկի, պինդ ռադիոակտիվ թափոնները չեն վերամշակվում։ Այդ թափոններն են ատոմակայանում օգտագործված գործիքները, սարքավորումները, նյութերը, որոնք աղտոտվել են ռադիոակտիվությամբ։ Հիմա դրանք պահեստավորվում են ինչպես կան, քանի որ ատոմակայանի նախագծում վերամշակման կետ չի եղել։ Ռադիոակտիվ թափոնները վերամշակվում են, որպեսզի դրանց ծավալը նվազեցվի,
եւ հարմարեցվի պահեստավորելուն, թաղելուն։ Դերևս ոչ մի բան ներդրված չի։ Ամենակիրառելի եւ ընդունելի տարբերակը դա բետոնացումն է, որը տալիս է որոշակի կոնտեյներների մեջ պահելու համար 100-200 մինչև 300 տարվա հնարավորություն։ Ատոմակայանում առաջացած միջուկային ռադիոակտիվ թափոնները կառավարում է հենց ատոմակայանը։ Ժամանակավոր պահման համար առանձին պահեստարաններ ունի։ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ատոմակայանում կուտակված էր 8137 խորանարդ մետր պինդ եւ 2725 խորանարդ մետր հեղուկ ռադիոակտիվ թափոն։ Մենք դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, հարցազրույց վերցնելու, ատոմակայանում նկարահանումներ կատարելու համար, բայց ապարդյուն։ Այս հարցի ուրեմն գաղտնիության կտորը հաշվի առնելով իմ նշած ֆորմատում դուք կստանաք անհրաժեշտ ինֆորմացիա։ Դե ռադիոակտիվ թափոնների հետ կապված աշխատանքը ինքը գաղտնի աշխատանք է որպես այդպեսին եւ հանրայնացման ենթակա չի։ Այդ աշխատանքները գաղտնի չեն ու հանրայնացման ենթակա են Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում եւ շատ այլ երկրներում։ Լրագրողները մտնում են ատոմակայաններ, ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, հարցեր են տալիս պատասխանատուներին եւ հանրությանը պատմում ու ցույց են տալիս այն, ինչը մարդիկ իրավունք ունեն իմանալ։ Hi. Deutsche Welle-ի լրագրող Քիո Դեորերը ուսումնասիրել է տարբեր երկրներում ռադիոակտիվ թափոնների կառավարման փորձը։ Համարում է, որ առանց թափանցիկության կառավարությունները կարող են բազմաթիվ սխալներ թույլ տալ։ Թափանցիկությունը ամենակարևորն է։ Շատ դեպքերում, երբ խնդիրներ են ծագել, թափանցիկություն չի եղել։ Հանրության հետ շփումը, շահագրգիռ կողմերին գործընթացում ներգրավելը, յուրաքանչյուր քայլի մասին բաց ու հասկանալի կերպով տեղեկացնելը շատ կարևոր է։ Հակառակ դեպքում մնում են անպատասխան հարցեր եւ առաջանում է անվստահություն։ Սա նաև քաղաքական առումով շատ բարդ թեմա է, որովհետև պաշտոնյաներն ընտրվում են 4 կամ 5 տարով, բայց պետք է որոշումներ կայացնեն մի բանի վերաբերյալ, որը 100,000 տարի է ձգվելու։ This former salt mine contains over 100,000 barrels of radioactive trash. Աշխարհում միլիարդներ են ծախսվում։ Խնդրի լուծման տարբեր փորձարկումներ են արվում։ Նախագծվում ու կառուցվում են ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցներ։ Երբ կառուցում էին ատոմակայանները, մարդիկ ընդհանրապես չէին մտածում, թե ինչ են անելու միջուկային թափոնների հետ։ Չկար որևէ պլան, որտեղ են դրանք պահվելու, ինչպես են վերամշակվելու, ինչ է լինելու 50 տարի անց։ Նման իրավիճակ եղավ նաև Գերմանիայում։ Ես տեսանյութ եմ պատրաստել դրա մասին։ Մի աղի հանք կար, եւ երբ միջուկային էներգիայի բումը եղավ, այնքան թափոն կուտակվեց, որ որոշեցին դրանք հանքի մեջ տեղավորել։ Հիմա այդ հանք ջուր է ներթափանցում եւ կա փլուզման վտանգ։ Ժամանակին ոչ ոք նման հետևանքների մասին չէր մտածել։ Սա ժառանգված խնդիր է, որին ժամանակին բավարար ուշադրություն չի դարձվել։ Իսկ դրա հետևանքներով ապրելու ենք ոչ միայն մենք, այլև մեզանից հետո եկող բազմաթիվ սերունդներ։ So many generations after us. ONDRA, the French National Radioactive Waste Agency, Ֆրանսիայում, ի տարբերություն Հայաստանի, կա ռադիոակտիվ թափոնների կառավարմամբ զբաղվող մասնագիտացված կառույց, ազգային օպերատոր, ONDRA-ն։ Ընկերությունը ոչ բարձր ակտիվության թափոնները վերամշակելուց հետո տեղադրում է մակերեսային 2 գերեզմանոցներում։ 30 տարվա հետազոտություններից հետո օպերատորը նախագծել է նաև երկարակյաց թափոնների գերեզմանոց։ Նախատեսում են 2050 թվականից ռադիոակտիվ թափոնները թաղել գետնի տակ։ Դրա համար պետք կլինի ծախսել տասնյակ միլիարդավոր եվրո։ Հայաստանի կառավարությունը 2017 թվականին հավանություն տվեց ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությանը։ 2019-ին հաստատեց քայլերն ու ժամանակացույցը։ Պարզ ասած, այս փաստաթղթերում խնդիրների նկարագրությունն է ու դրանց լուծման ճանապարհը։ Այսօր ռազմավարությունը ընդունելուց 10 տարի անց նույն խնդիրները դեռ կան, իսկ լուծումները չկան։ Առաջին խնդիրը ռադիոակտիվ թափոն առաջացնող անհատներն ու կազմակերպությունները չեն վճարում դրա կառավարման համար։ Այդ ծախսը պետբյուջեից է փակվում։ Ֆինանսավորման սահմանափակ լինելու պատճառով հնարավոր չէ ապահովել ռադիոակտիվ թափոնների հավաքման,
վերամշակման, պահեստարաններում պահման և գերեզմանոցներում թաղման գործընթացներին ներկայացվող ժամանակակից պահանջները։ Այն կազմակերպություններն, ովքեր առաջացնում են, իրենք նույնպես պետք է վճարեն։ Այսինքն, երբ որ դու առաջացնում ես, օգտվում ես իր լավ կողմերից, այսպես ասած, չէ, ստանում ես այդ պահին շահույթ, ազնիվ չէ դա թողել պետության ուսերին եւ թողել հետագա սերունդների վրա բեռ, որ հետագայում իրենք զբաղվեն այդ հարցերով։ Այս խնդրի լուծման համար արտաբյուջետային հաշիվներ պետք է բացվեին մինչև 2020 թվականը, եւ ռադիոակտիվ նյութեր օգտագործողները պետք է գումար փոխանցեին այդ հաշվին։ Աղտոտողն է վճարում սկզբունքը նաև զսպելու էր ռադիոակտիվ թափոնների ծավալի աճը։ Սակայն արտաբյուջետային հաշիվները չեն բացվել, եւ հարկատուներն են շարունակում վճարել թափոնների կառավարման համար։ Եվ ստացվում է, եթե մենք նույնիսկ այսինքն հաջորդ տարի մեր օրենսդրության մեջ փոփոխություններ կատարենք եւ մտցնենք աղտոտողը վճարում է սկզբունքը, բայց միևնույն է այն բոլոր թափոնները, որոնք որ հավաքվել են մինչ այժմ, դրանց համար արդեն մեր պետությունը պետք է վճարի, այսինքն պետության վրա արդեն իսկ կա կուտակված բավական մեծ բեռ եւ ինչքան մենք ուշացնում ենք այդ պահանջի ներմուծումը, այնքան ավելանում է պետության բեռը այդ իմաստով եւ ոչ միայն պետության, նաեւ մեր հետագա սերունդների։ Երկրորդ խնդիրը. պինդ ռադիոակտիվ թափոնները պահեստավորվում են առանց մշակման։ Վերամշակման համակարգը պետք է ներդրվեր մինչև 2023 թվականը, բայց առ այսօր չկա։ Իսկ անվտանգության չափանիշները տարիների ընթացքում խստացել են եւ այն process-ները եւ պահման տեղամասերը, որոնք հիմա ունի ատոմակայանը, իրականում չեն բավարարում անվտանգության պահանջներին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը գրավոր հայտնել է մեզ։ Ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիրի նախագծման եւ կառուցման մրցույթը չի կայացել։ Մասնակցի պայմաններին չհամապատասխանելու եւ բարձր գնային առաջարկի պատճառով։ Նոր մրցույթի ուղղությամբ աշխատանքներ են արվում։ Երրորդ խնդիրը. ինչ են կանելու ռադիոակտիվ թափոնների հետ երկարաժամկետ հեռանկարում։ Ռազմավարության մեջ նշված է. շատ ցածր ու միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնները պետք է թաղել մերձմակերեսային գերեզմանոցներում, իսկ բարձր ակտիվություն ունեցողների համար ուսումնասիրել ընդերքում թաղելու հնարավորությունները։ Պետք է լուծվեն նաև թափոնների թաղման հարցերը։ Միայն պահեստավորումը թափոնների դա վերջնական փուլը չէ։ Դրանից հետո դեռ կա գերեզմանոցների կառուցում, որտեղ պետք է անվերադարձ զետեղվեն թափոնները, ցեմենտացվեն եւ 300+ տարի դրանից հետո նույնիսկ դեռ պետք է նույնիսկ հետևես այդ թափոնների իրավիճակին, այսպես ասած։ Մենք նախարարությանը հարցրել էինք, թե գերեզմանոցի տարածք փնտրում են, հետազոտում են, թաղման տարբերակը դիտարկում են։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանել է, որ հիդրոերկրաբանական հետազոտությունները կկատարեն, երբ երկարաժամկետ պահման պահեստարանները կառուցեն։ Թե երբ են կառուցելու պահեստարանները, ժամկետ չեն նշել։ Չորրորդ խնդիրը. ով է կառավարման պատասխանատուն։ 2020 թվականին պետք է ստեղծվեր ազգային օպերատոր, որի պարտականություն է լինելու ոչ միայն թափոնների փոխադրումը, վերամշակումն ու պահումը, այլ նաև գերեզմանոցների հարթակի ընտրությունն ու դրանց կառուցումը։ Հայաստանն առ այսօր չունի ազգային օպերատոր։ Ռազմավարության հրապարակումից հետո միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը դիմել էր ոլորտի պատասխանատուին։ Մենք առաջարկել էինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որ իրենց օգնենք, որպեսզի ստեղծվի այդ կազմակերպությունը։ Մոտեցումներ եւ ուղղություններ էինք առաջարկել, թե ոնց կարելի է, ինչպես իրենք աջակցենք, որպեսզի Հայաստանում վերջապես սկսենք իրականացնել ռազմավարության դրույթները։ Այդ աշխատանքները բավականին ակտիվ էին, մենք ենք գրում, իրենք են պատասխանում, բայց մոտ մի տարվա ընթացքում կանգնեցին, ենթադրաբար համապատասխան մասնագետի բացակայության պատճառով։ Նույնիսկ մենք ինքներս չգիտենք ում հետ խոսենք։ Ռազմավարության դրույթներն իրականացնելու համար 2014-ի գնահատմամբ $60 միլիոն էր անհրաժեշտ։ Փաստացի, ռազմավարությունը մնացել է թղթի վրա։ Այն արձանագրային որոշում էր, իսկ բոլոր արձանագրային որոշումները 2021 թվականին անվավեր ճանաչվեցին։ Բայց ռազմավարության դրույթների իրականացման կառավարության որոշումը 19 թվականի գործում է։ Հիմա անորոշ վիճակ է։ Հստակություն չկա, ինչի ռազմավարության դրույթները եւ գործողությունների պլանով նախատեսված աշխատանքները չեն կատարվում։ Այս ոլորտի խնդիրները Հայաստանում արձանագրված են։ Լուծումներն էլ կան, բայց պետք է ների մակարդակով։ Պետք է օրենքով ամրագրել, որ ռադիոակտիվ թափոն առաջացնողներն են վճարում դրա կառավարման համար։ Պետք է պինդ ռադիոակտիվ թափոնները վերամշակել, մինչև դրանց պահեստավորումը։
Պետք է ստեղծել կառույց, որը պատասխանատու է թափոնների ամբողջական կառավարման համար, եւ պետք է միջոցներ ձեռնարկել ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ պահման համար։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը այս պետքեները գիտի, բայց լուծման քայլեր դեռ չի անում։ Ռադիոակտիվ նյութերը Հայաստանում օգտագործում են էներգետիկայի, բժշկության, գիտության եւ արդյունաբերության մեջ։ Օգտագործումից հետո դրանք դառնում են ռադիոակտիվ թափոն։ Ինչ անել տարեստարի ավելացող այդ թափոնների հետ երկարաժամկետ հեռանկարում, դեռ հստակ չէ։ Բայց հստակ է, որ չի կարելի այդ ռադիոակտիվ ժառանգությունը պարզապես բեռ թողնել ապագա սերունդների վրա։